Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, ուղիղ տեսակապով զրուցելու ենք քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանի հետ։ Ողջույն, պարոն Նավասարդյան։ Բարև ձեզ Ռոբերտ։ Պարոն Նավասարդյան, դուք ինչպես եք մեկնաբանում վերջին օրերին իրավապահների հրապարակումները կամ բացահայտումները Հայաստանում ռազմական հեղաշրջման փորձի կամ դրա նախապատրաստման կալանավորված է Բագրատ Գալստանյանը, ինչպես նաև 14 գործիչներ, ինչ կարող եք ասել, ինչպես եք մեկնաբանում այս իրավիճակը։ Նախ ակնհայտ է, որ Հայաստանը մտել է ակտիվ քաղաքական մրցակցության փուլ եւ ավանդաբար նման իրավիճակները Հայաստանում բավականին լարված են լինում բոլոր առումներով։ Կան մեր պատմության մեջ նախադեպեր, երբ ակտիվ ներգրավում են այդ գործընթացին նաև իրավապահ մարմինները, հիշենք 94-95 թվականները, դրոյի գործը, անդիմադիրների նկատմամբ տարբեր տեսակի ճնշումները, այդ թվում նաև ազատ ազրկումը շատերի, ինչ որտեղ կարելի ասել, որ նմանատիպ մի գործընթաց տեղի է ունենում այսօր, որը չի նշանակում իհարկե, որ պետական անվտանգության տեսակետից կան խնդիրներ, այդ խնդիրները կարելի ասել բավականին կայուն բնույթ ունեն Հայաստանում եւ առավել սրվում են ընտրություններից առաջ, քանի որ ցավոք այս 30-ից ավել տարիների ընթացքում մեր պետականության համատեքստում չի ձևավորվել ավանդույթ կամ հնարավորություն, որպեսզի իշխանությունները մտահոգված չլինեն իրենց ապագայով։ Այսինքն ցանկացած ընտրություն ինքը ամեն դեպքում հնարավորություն է նաև իշխանափոխության, չէ՞։ Անկախ նրանից, թե ինչպիսին է հավանականությունը այդ իշխանափոխության, բայց քանի որ հարցը շատ սկզբունքային է դրված եւ իշխանությունից հեռանալը մի քիչ պատկերավոր ասեմ, դա կարելի ասել կյանքի վերջ է անկալվում իշխանության ներկայացուցիչների կողմից եւ անկախ նրանից իրական են սպառնալիքները, վտանգները, թե իրական չեն, իշխանությունները լինում են շատ լարված եւ փորձում են օգտագործել իրենց ձեռքում եղած բոլոր ռեսուրսները, որպեսզի բացառեն իրենց համար անցանկալի զարգացումները։ Իսկ մենք շատ լավ հասկանում ենք, որ եւ Հայաստանի շուրջ իրավիճակը եւ Հայաստանի ներսում իրավիճակը եւ բազմաթիվ խնդիրները եւ մարտահրավերները նրանք չեն կարող այնպիսի կայուն իրավիճակ ձևավորեն, որ դու հանգիստ 1 տարի առաջ սկսես պատրաստվել բուն քվեարկության օրվան։ Այդ լարվածությունը, նյարդային վիճակները նաև ենթադրում են նյարդային գործողություններ եւ ինչ վերաբերում է կոնկրետ ձերբակալություններին եւ հեղաշրջման փորձի մեղադրանքներին, մենք դեռ կտեսնենք հետաքննությունները ինչ արդյունքներ է տալու, բայց ասենք իմ եւ միգուցե ձեզ համբերատարությունը սпасել ինչ է լինելու, չի տարածվում իշխանությունների վրա։ Նրանք մի քիչ առաջ են ընկնում, եթե չասեմ շատ են առաջ ընկնում, եւ ավելի շատ փաստեր են փորձում տարածել գործընթացի վերաբերյալ, քան քննչական մարմինները տիրապետում են։ Այն դեպքում, որ երևի ավելի օրինաչափ եւ բնական կլիներ, որ բոլորը սпасեին ինչ պաշտոնական տեղեկություններ կլինեն նախաքննության վերաբերյալ։ Հիմա մեր հանրային դիսկուրսում տեղեկատվության ծավալը շատ ավելի մեծ է կարծում եմ, քան կա այդ հետաքննության գործընթացում։ Դա նորմալ եւ առողջ իրավիճակ չէ եւ բնականաբար դա չի կարող չմտահոգել եւ մենք տեսնում ենք, որ զուգահեռաբար եւ նաեւ մինչեւ այս ձերբակալությունները եւ մեղադրանքները հեղաշրջման փորձի համար ուղեկցվում են նաեւ ինստիտուտների կազմաքանդմանը Հայաստանում։
մենք ցավոք հերթական փուլում են գտնվում, երբ Հայաստանի բոլոր ինստիտուտները վարկաբեկվում են եւ լուրջ ռիսկ կա, որ ընդհանրապես չկարողանան ապաքինվել։ Պարզ է, որ դժվար է գտնել Հայաստանում այնպիսի ինստիտուտ, որը առողջ է, լինի դա պետական ինստիտուտ կամ որևէ այլ, բայց առողջության համար այլ մեթոդներ են ենթադրվում, քան, ասենք, գլխահատությունը։ Իսկ այն, ինչ մենք տեսնում ենք, դա գլխահատում է ինստիտուտները եւ այդ գործընթացը ցավոք շարունակվել է նաեւ այս իշխանության օրոք։ Ես կասեի, որ առաջին քայլը եւ առաջին զոհը եղավ Հայաստանի խորհրդարանը դեռ առաջին 2018 թվականի ընտրություններից, որոնք աննախադեպ արդար եւ ժողովրդավարական էին, բայց դրանց արդյունքում փաստորեն ձևավորվեց եւ դա իմ բնութագիրը չի, դա այն բնութագիրն է, որ հենց մեծամասնությունն է իր համար ընտրել։ Հիշում ենք հրապարակային հայտարարությունը, որ նույնիսկ եթե ցուցակում լինեին ուսապարկեր, նրանք Նիկոլ Փաշինյանի նրանք ընտրվելու էին։ Եվ փաստորեն դա առաջին քայլն էր խորհրդարանը դարձնել այն, ինչ մենք այսօր տեսնում ենք։ Կա մեծամասնություն, որը չունի դեմք, կամ ընդհանրապես մեկ դեմքով է հանդես գալիս, այդ դեմքը կարող է բազմացվել, տարբեր մարդիկ անմիջապես արձագանքում են վարչապետի բոլոր հայտարարություններին եւ գնահատականներին եւ կրկնում են դա այդպես բավականին կրեատիվ ձևակերպումներ եւ գնահատականներ գտնելով։ Իսկ խորհրդարանական մեծամասնությունը, քանի որ այս բոլոր տարիների ընթացքում անելիք չուներ, ինքը դառնում է, ասենք, պատասխան տվող եւ նույն որակի պատասխան տվող եւ որևէ օգտակար բան չանող պետության եւ հասարակության համար։ Հաջորդ զոհը պետք է որ դառնա դատական իշխանությունը, բայց այստեղ կարծես թե ավելի բարդ գործընթացներ են, քանի որ մի դեմքով հանդես չի գալիս դատական իշխանությունը, այնտեղ կան տարբեր մարդիկ եւ կարելի ասել մինչով այսօր մեր դատական համակարգը գտնվում է անցումային փուլում։ Երբ կան փորձեր ամբողջապես վերահսկողության տակ այն վերցնել գործադիր իշխանության կողմից, բայց կա նաև դիմադրություն, կան նաև օբյեկտիվ հնարավորություններ պահպանել որոշակի անկախության դրսևորումներ։ Հաջորդ ինստիտուտը դա նախագահ ինստիտուտն էր։ Սկզբից փաստորեն դեռ մինչև հեղափոխությունը մենք ունեցանք նախագահ, ում հետ կապված ֆորմալ խնդիրները ակնհայտ են բոլորի համար, սակայն գնացին այդ գործարքի իշխանությունները եւ նախկին եւ նոր։ Մենք շատ լավ հիշում ենք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ինքը տեսել է Արմեն Սարգսյանի փաստաթղթերը, այնտեղ ամեն ինչ նորմալ է։ Հիշում եք։ Եվ փաստորեն դրանից հետո մենք ունեցանք նոր նախագահ, որը մենք շատ լավ հասկանում ենք, որ մեր սահմանադրությամբ նախագահն ունի շատ քիչ լիազորություններ, բայց նույնիսկ այդ լիազորությունները չեն օգտագործվում եւ ես խնդիրը տեսնում եմ նաեւ ընթացակարգի վերաբերյալ, մենք շատ ենք օգտագործում համեմատությունը խորհրդարանական երկրում նախագահի բրիտանական թագուհու հետ կամ թագավորի հետ, բայց մենք չենք կարող պատկերացնել, որ բրիտանական թագավորը նստի նախարարների հետ մեկ շարքում եւ երբ մտնում է վարչապետը, որ ոտքի է կանգնում եւ ողջունում է իրան նույնպես ինչպես դա անում են նախարարները։ Որքան էլ լիազորություններ չունենա, բուն ինստիտուտի կարևորությունը եւ կշիռը ենթադրում է, որ լինի հակառակը։ Հետո վարչապետը հիմնական որոշումներ ընդունում է, բայց նաեւ անհրաժեշտ ընթացակարգային հարգանք է արտահայտում նախագահի նկատմամբ։ Մենք դա չունենք փաստորեն։ Դա նշանակում է շատ լուրջ հարված նաև նախագահի ինստիտուտին։ Եվ արդեն հասել ենք եկեղեցուն, որը էլի բնականաբար առողջության հետ, ինչպես ես նշեցի, լուրջ խնդիրներ ունի,
բայց այն ինչ կատարվում է, դա չի տեղավորվում որևէ պատկերացումների մեջ իրավական սկզբունքների կամ բարոյական սկզբունքների, եւ մենք այստեղ էլ գործ ունենք ինստիտուտի գլխատման փորձի հետ։ Դա բնականաբար նույնպես հանրային առողջության համար որևէ դրական բան չի պարունակում իր մեջ։ Այստեղ կարելի է դժվարություններ ունենալ կամ տարբեր կարծիքներ ունենալ, թե ով է դրանում ավելի մեղավոր, բայց փաստը մնում է փաստ, որ այդ իրավիճակը, երբ Հայաստանում նորմալ ընտրությունների եւ նախընտրական շրջանի արդյունքում ձևավորվում է իշխանությունը, այդ ավանդույթը Հայաստանում ցավոք չի արմատավորվել եւ դրա դրսեւորումները մենք այսօր տեսնում ենք։ Եվ պետք է միակ լավատեսական բանը ասեմ ինստիտուտների մասին, որ Հայաստանում կա մեկ ինստիտուտ, որը ես համարում եմ համեմատաբար առողջ։ Դա լրատվամիջոցներն են։ Չի նշանակում, որ բոլոր լրատվամիջոցները իրենց առաքելությունը հանրային կատարում են, բայց եթե կան լրատվամիջոցներ, որոնք բոլորին հասանելի են եւ շարունակում են կատարել իրենց գործը, ի վերջո մարդիկ կարող են հենց այդ լրատվամիջոցների ծառայություններից օգտվել, արհամարելով այն մասը, այն սեգմենտը, որը չի ծառայում հանրային շահին, եւ ես կարծում եմ դուք էլ շատ դեպքերում համաձայն չեք լինում ձեր հյուրերի հետ։ Բայց դա չի նշանակում, որ այդ հյուրերին չեք հրավիրում կամ նրանց նկատմամբ հարգալից վերաբերմունք չեք դրսևորում։ Եվ նույնը պահանջում եք իրենից, չէ՞։ Հաստատ ինձ հետ էլ որոշ հարցերում համաձայն չեք, բայց մենք կարողանում ենք նորմալ խոսել, իրար լսել եւ օգնել մեր հասարակությանը հասկանալ ինչ է կատարվում երկրում, բնականաբար թողնելով իրենց իրավունքը սեփական դատողություններ անել։ Շնորհակալ եմ իհարկե, պարոն Նավասարդյան, ժողովրդավարությունը հենց ենթադրում է դա, խոսքի ազատություն, բազմակարծություն, բայց նաև հանդուրժողականություն տարակարծությունների նկատմամբ եւ մենք միշտ փորձում ենք տարբեր տեսակետներ ներկայացնել։ Պարոն Նավասարդյան, վերադառնալով գլխավոր թեմատիկային, այսպես վառվող թեմատիկային, այս օրերին, դուք սա տեղավորեցիք ինստիտուտների կազմաքանդման տրամաբանության մեջ, եւ նախընտրական գործընթացների։ Այո, եւ նախընտրական գործընթացի։ Մինչդեռ Հայաստանի իշխանությունները սա տեղավորում են, այսպես ասենք, պետականության դեմ հայ առաքելական եկեղեցու տարբեր գործիչների, այսպես քայլերով, օրինակներ են բերում։ Գալստանյանը, գիտեք, կալանավորվել է եւ մեղադրվում է ռազմական, չէ, հեղաշրջման մեջ, կամ հեղաշրջման փորձի ձայնագրություններ են հրապարակվել, կամ Շիրակի թեմի առաջնորդը կա այդպիսի տեսանյութ, որտեղ ասում է ես ուղիղ չեմ մեջբերում, անուղղակի էր, որ նախկին նախագահներին հորդորել է ռազմական հեղաշրջման գնալ, ասելով արդյոք դուք չունեք այսպես վերևներում ձեզ լոյալ անձինք եւ այլն, կամ օրինակ կաթողիկոսը վարչապետի հրաժարական էր պահանջում, Փաշինյանի թիմը ասում է նրանք ներխուժել են այսպես քաղաքական կյանք եւ ըստ էության ընդդիմադիր պայքար են ծավալում, իշխանությունն էլ պատասխանում է այս ամեն ինչին, այս տրամաբանության մասին ինչ կարող եք ասել։ Դե ինձ թվում է, որ որևէ ինստիտուտ, որը իր վրա պատրաստ է վերցնել հիմնական պատասխանատվությունը, տվյալ դեպքում կարծում եմ իշխանությունն է, մենք տեսնում ենք հենց իշխանության կողմից հավակնություններ լուծել բոլոր հարցերը, նաև եկեղեցու հետ, թեև այդպիսի կարծես թե գործառույթ իշխանությունը չունի, այդպիսի գործառույթ ունի համապատասխան կառույցները, որոնք եկեղեցու կյանքն են կարգավորում, միջամտություն պետական կառույցները կարող են ունենալ եւ երբ բարձրացում են հարկային տեսակետից թափանցիկ լինելու պահանջը, դա նորմալ է։ Դա հենց պետության գործառույթն է, բայց խոսել նրա մասին արժանի է կաթողիկոսը լինել կաթողիկոս, թե արժանի չէ, այսինքն խոսել հնարավոր է, բայց նախաձեռնել նաև քայլեր, ինչ որ հանձնախմբեր ձևավորել,
որը զբաղվելու է եկեղեցու առաջնորդի ճակատագրով, դա իշխանության, գործադիր իշխանության լիազորություններից դուրս է։ Այսինքն պատասխանը եկեղեցու կողմից այս կամ այն արարքների, որոնք մեզ համար կարող են ընդունելի լինեն, համարժեք չէ։ Պատասխանը չի միտված առողջացմանը։ Այդ պատասխանը կարող է միայն վերջնականապես վարկաբեկել եկեղեցուն, վերջնականապես վարկաբեկել պետություն եկեղեցի հարաբերությունները, որոնք շատ դժվար կլինի վերականգնել որևէ պարագայում։ Կներեք, պարոն Ասարդյան, իշխանությունները այս դեպքերում ասում են, իսկ որ նրանք եկել են քաղաքականություն, քաղաքականությամբ են զբաղվում, այդ վարկաբեկում չի եկեղեցու կամ կուսակրոնության Ես դրա համար ասում եմ, այո, կան առողջ դրսևորումներ, կան հիվանդություններ, որոնք պետք է բուժել, այլ ոչ թե հին ասացված կա, չէ, կարծեմ ֆրանսիական, որ գլխացավից լավագույն միջոցը դա գիլյոտինան է, հա։ Այ մոտավորապես այդ տրամաբանությամբ ենք մենք տեսնում ընթացող զարգացումները։ Եվ վերադառնալով այդ աշխրջման փորձի մեջ մեղադրանքներին եւ այլն, ես ուզում եմ այդ ամեն ինչի մեջ ընթացակարգային հստակություն տեսնել եւ որևէ տրամաբանություն եւ որևէ այսպես արդյունավետ գործողություն։ Չգիտեմ, լսել եք երեք հարցազրույցը Ալեն Սիմոնյանի առաջին ալիքին հանրային հեռուստատեսության եւ շատ հետաքրքիր միտք արտահայտեց խորհրդանի խոսնակը, որը երկրի երկրորդ դեմքն է իր լիազորություններով եւ ազդեցությամբ։ Ասում եմ, որ պատրաստվում էր հեղաշրջում խորհրդանական լսումների ժամանակ եւ այն падգամավորները, որոնք նախաձեռնելու էին այդ խորհրդանական լսումները, հանցակից էին դառնալու հեղաշրջման փորձի, որտեվ իրենց նախաձեռնությամբ ապացուցելու են, որ իրենք այդ ամբողջ սցենարի մասն են։ Հիմա եկեք քննչական մարմինների տրամաբանությունից փորձենք ելնենք։ Արդյոք ճիշտ կներեք, պարոն Ասարդյան, եւ Սիմոնյանը ասում է, որ հավանաբար Գալստանյանը կամ այսպես կոչված հեղաշրջման փորձի մասնակիցները, падգամավորները ունեցել են նախնական այսպես համաձայնեցված պլան, համաձայնեցված պլան։ Դե եթե այդպիսի հիմնավոր կասկածներ կան, ոչ մի բան եկեք չբացառենք։ Ավելի ճիշտ չէր լինի, որ նախաձեռնեին այդ խորհրդանական լսումները եւ կիմանայինք, թե հանցակիցները ովքեր են։ Հա, եւ այն ժամանակ, որտեվ մենք հասկանում ենք, որ ժամանակային առումով շտապելու անհրաժեշտություն չկար։ Եթե հեղաշրջումը լինելու էր խորհրդանական լսումների միջոցով, ուրեմն դրանից առաջ, իմանալով նաեւ հանցակիցներին, կարելի էր արդեն կոնկրետ օպերատիվ գործողությունների դիմել։ Եթե դա չի լինում, բնականաբար առաջանում են հարցեր, իսկ ուր եք շտապում։ Եթե հնարավոր էր մինչև վերջ բացահայտել ամբողջ այդ դավադրության սցենարը եւ պլանը։ Եվ իհարկե տարբեր փաստաթղթերի տարածումը նույնպես նաեւ մասնագետների մոտ, ես հիմա չեմ խորանա մանրամասների մեջ, նաեւ մասնագետների մոտ առաջացնում են հարցեր։ Եվ խոսքը նրանում չի միայն, որ դա կարող է, այսպես ասենք, սարքած բան լինել։ Հարցը նրանում է, որ գործողությունների հրապարակվող փաստաթղթերի, լուսանկարների վերաբերյալ կան խնդիրներ եւ ավելի ճիշտ էր մինչև վերջ հետաքննությունը իրականացնել, նախաքննությունը իրականացնել եւ միայն հետո անել այդ բարձրակոչ հրապարակային հայտարարությունները, այն էլ պետության առաջին դեմքերի կողմից, հա։
Ամեն դեպքում, երբ նման հետաքննություններ են տեղի ունենում, հետաքննող մարմինն է որոշում ինչ չափաբաժիններով, դոզաներով տալիս է հանրության տեղեկություն եւ հաշվի է առնում նաեւ նախաքննության արդյունավետությունը։ Եթե որոշումները, թե ինչ պետք է հրապարակվի եւ ինչպես պետք է հրապարակվի, ընդունում են քաղաքական գործիչները, երկրի առաջին դեմքերը, դա ես չէի ասի, որ նորմալ գործընթաց է, եւ դա բնականաբար հասարակության մեջ առաջացնում է վստահության պակաս գործընթացների վերաբերյալ, բնականաբար կլինեն մարդիկ, որոնք անվերապահորեն հավատում են քաղաքական առաջնորդներին, ընդունում են ամենը, ինչ իրենք ասում են, նրանց համար որևէ խնդիր եւ հարցեր չեն առաջանում, բայց կան մարդիկ, մենք հասկանում ենք, որ մեր հասարակությունը առանց դրան էլ մասնատված է, կան մարդիկ, որոնք բացարձակապես ոչ մի բանին չեն հավատում, մերժում են ամեն ինչ, եւ կան մարդիկ, որոնք, ասենք, ամեն ինչին կասկածանքով են վերաբերում, եւ այդ տարբեր սեգմենտների միջև անդունդը միայն խորանում է։ Եվ ես կարծում եմ, որ դա այն չէ, ինչի պահանջը մենք ունենք, եւ ամեն մեկի կողմից իր գործառույթը հստակ եւ պրոֆեսիոնալ կատարելը, ես կարծում եմ հասարակության համար ավելի առողջացնող գործընթաց կլիներ, կրկնում ենք, մենք դա չենք տեսնում, այսինքն քննչական մարմինները իրենց հերթականությամբ ամեն ինչ անում են, այդ հերթականությունը ունի տրամաբանություն, այդ հերթականության բաղադրիչն է նաև հանրային իրազեկումը, իսկ քաղաքական գործիչները վերջում, երբ որ ամեն ինչ պարզվի կամ հիմնականում կպարզվի, նոր կտան իրենց գնահատականը։ Ես կարծում եմ այդպիսի հերթականություն շատ ավելի օգտակար կլիներ ամեն ինչի համար։ Եվ քիչ առաջ նաև հայտնի է դարձել, ես հիմա ընթերցեմ տեղեկություն Շիրակի թեմի առաջնորդ Աջապահյանի նկատմամբ հունիսի 17-ին քրեական վարույթ է նախաձեռնվել իշխանություն զավթելու, տարածքային ամբողջականություն խախտելու, ինքնիշխանությունից հրաժարվելու սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։ Սա հավանաբար, պարոն Նավասարդյան, այն հայտարարությունն է պարոն Աջապահյանի կողմից, որը ես հիշատակեցի տեսանյութը, ինչպես եք գնահատում, պարոն Նավասարդյան, իշխանությունը կարող է ասել, գիտեք, դուք միգուցե ոչ փաստացի եք հրապարակում կամ փաստերի պակաս եք տեսնում կամ համարում եք, որ պետք է մի քիչ ուշ լիներ, այսինքն նախաքննական մարմինը որոշել հրապարակել եւ ոչ թե վարչապետը, բայց ինչպես քրեական գործ չհարուցեն, ասենք Աջապահյանի առնչվող, եթե տեսանյութը կա, ինքը խոսում է, այսպես ասենք, նախկին նախագահներին հեղաշրջման այսպես հորդորի մասին ինքն է ասում, այսինքն այդտեղ ոնց որ արհեստական բանականություն չկա, քննչականը առաջ չգնար, ինչ կարող եք ասել ես, ես վստահ եմ ձեզ լսող իշխանականները այսպիսի հարցադրմամբ հանդես կգային ձեզ։ Ես ամեն դեպքում չգնանք, այո։ Ես ամեն դեպքում կբաժանեի նման բարդ իրավիճակներում իրավական եւ քաղաքական կողմը։ Իրավական կողմը ենթադրում է բոլոր փաստերի ուսումնասիրություն եւ դրա հիման վրա մեղադրանք ներկայացնել կամ չներկայացնել։ Ես շատ լավ հասկանում եմ, որ Հայաստանում կան շրջանակներ, որոնք օր առաջ ցանկանում են իշխանափոխության հասնել։ Ինչ մեթոդներով են դա անում։ Դա լուրջ ուսումնասիրման կարիք ունի եւ գնահատականները չպետք է առաջ ընկնեն համապատասխան վերլուծություններից եւ ուսումնասիրություններից։ Հիմա տեսեք, հիմա ես չեմ կարող բացառել, որ որևէ եկեղեցական, այդ թվում նաեւ սրբազանի կարգավիճակ ունեցող իր համար նստել եւ գրել է իր պատկերացրած կառավարության կազմը։ Չեմ բացառում, որ այդ նույն հոգևորականը հարցազրույցներ է տալիս եւ մեղադրում է ամեն ինչում իշխանություններին։ Լավ չի դա։ Բայց դա հարցի քաղաքական կողմն է։ Հանրային բարոյական
իշխանության կողմն է։ Արդյոք դա հիմք է տալիս քրեական հետապնդում կատարել, այդ դրանում ես համոզված չեմ։ Ինչքանով էր գործիքականացված, ասենք, այդ տարբեր ցուցակներ գրելը կամ պլանների կազմելը, հա։ Նա ցանկացած մարդ իսկ խոհանոցում կարող է նստել եւ այդ ցուցակները եւ պլանները գրել իր պատկերացմամբ, ոնց ինքը դա կաներ։ Արդյոք դա բավարար հիմք է, որ այդ մարդուն մեղադրես հեղաշրջման փորձի մեջ։ Իսկ ձայնագրությունները Եթե միայն նույնիսկ կարող է խոսալ խոհանոցում իր կնոջ հետ։ Հիմա եթե դա ամուսին եւ տիկին չեն խոսում իրար հետ, այլ ասենք 2-3 մի քանի հոգի, որոնք համակիրներ են, հա, նույն կարծիքը ունեն եւ ինչ որ բաների համար պայմանավորվում են, օգտագործում են այնպիսի բառապաշար, որը չի համապատասխանում իրենց կարգավիճակին կամ մեր պատկերացումներին քաղաքական պատասխանատվության հետ, բայց արդյոք այնտեղ ձևավորվում է այդ ամեն ինչի արդյունքում ձևավորվում է քրեական հանցագործություն։ Սա հենց նա է, որ պետք է ուսումնասիրվել եւ վերջնական ուսումնասիրման արդյունքում ներկայացվել հանրությանը։ Կրկնում եմ, ես տեսեք ոչ մի անգամ չեմ ասել, որ ձերբակալություններ չպետք է լինեն, մարդիկ կալանքի տակ չպետք է վերցնեն։ Ես ասում եմ վերջնական գնահատականների մասին եւ վերջնական մեղադրանքների մասին, որոնք մենք լսում ենք ոչ այն մարդկանց կողմից, որոնք այդ մեղադրանքները պետք է ներկայացնեն։ Իշխանության կողմից, ես հասկացա։ Իսկ պարոն Աջապայանի այդ տեսանյութը դուք դիտել եք, պարոն Ավասանդյան։ Մի կտոր Ես չեմ դիտել, ես լսել եմ, հա, որ այդպիսի բան կա, ընդհանրապես աշխատում եմ, որպեսզի շատ էմոցիոնալ չլինեմ իմ գնահատականների մեջ, հնարավորինս քիչ ուղիղ տեղեկություն ստանամ, հա, նկարագրություններով այլ լրատվամիջոցներում, որոնց ես վստահում եմ, եւ այն վերլուծաբանների կողմիցում ես վստահում եմ, աշխատում եմ դրա վրա կառուցել իմ եզրակացությունները, մանավանդ որ եթե սկսես ամեն ինչը լսել եւ ամեն ինչը նայել առանց ընտրողականության, ուրիշ գործով չպետք է զբաղվես։ Եվ հոգեկան առողջության խնդիրներ կարող է ունենալ։ Այլ իր հերթին, այո։ Աշխատանք կատարելու համար հոգեկան առողջություն պետք է։ Շատ լավ, պարոն Ասարյան, այս իրադրությունը ուր կարող է հասնել զարգացումներ։ Մենք խոսեցինք զուտ այսպես եկեղեցականների ներգրավմամբ իրավական process-ների մասին, բայց կա նաև Սամվել Կարապետյանի կալանավորման թեմատիկան, կա նաև հեծի պետականացման process-ը եւ այսօր էկոնոմիկայի նախարարն ասում էր, որ օրենքի նախագիծը շուտով ազգային ժողով է մտցվելու, այսինքն մենք տեսնում ենք տարբեր process-ներ, հա, այսինքն Կարապետյանի process-ը արդեն նշեցի, զարգացումները դեպի ուր են գնում, պարզ է 2026 են գնում, բայց ինչպիսի շրջանակ կարող են սա ընդգրկել, ինչ կարող եք ասել։ Կարծում եմ դուք անվանակոչեցիք եւս մեկ ինստիտուտ, որը կազմաքանդման է ենթարկվում, դա մեծահարուստ հայերի մեծենատների, հա, բարեգործների ինստիտուտն է, հա։ Մենք շատ լավ գիտենք, որ այդ ամեն ինչի հետևում ոչ միայն ազնիվ մղումներ կան, բնականաբար այնտեղ կա եւ իշխանատենչություն, այնտեղ կա ցանկություն ստվերային կառավարում իրականացնել, իշխանությունը իրական գործադիր իշխանությունը եւ նույնիսկ օրենսդիր իշխանությունը վերահսկողության տակ վերցնելով, այսինքն օլիգարխատի ավանդական մեթոդները բնականաբար Հայաստանում միշտ աշխատել են եւ ցավոք առայժմ աշխատում են եւ նաեւ մեկ անձով կամ երկու անձով չեն ավարտվելու, հա, մեկ օլիգարխին փոխարինում է մեկ այլ օլիգարխ, որը տվյալ պահին լոյալ է իշխանության, բայց չգիտես 2 տարի հետո ինքը ինչ է անելու եւ ինչպիսի հավակնություններ է ունենալու, եւ այստեղ այդ ինստիտուտը այդ բարեգործների եւ մեծահարուստ հայերի
որ ամեն դեպքում որոշակի իր բոլոր թերություններով հանդերձ որոշակի դերակատարություն ուներ Հայաստանում եւ ես կարծում եմ որ որոշ հարցեր որոնք կարեւոր էին պետության եւ երկրի համար լուծում էին պետության փոխարեն նույնիսկ, հա, մենք գիտենք նույնիսկ անվտանգային հարցերում ինչպիսի մասնակցություն ունի այդ ինստիտուտը։ Իհարկե ցանկալի է, որ այդ ամբողջը պետական կառույցների միջոցով արվեր, բայց դե ամբողջ մեր համակարգը վաղուց կրկնում եմ հիվանդ է եւ ոչ իդեալական։ Եվ էլի այդ ինստիտուտի առողջացման փոխարեն մենք տեսնում ենք փորձ այն իշխանության համար այն առավել վտանգավոր անձանց եւ կառույցները ոչնչացնել եւ հանել գործընթացից առանց որևէ երաշխիք ստեղծելով, որ իրենց փոխարեն չեն գալու ուրիշները։ Հա, եւ ես երբ խոսում եի կառույցների մասին, այդպես ոչ թե անձանց մասին, ես նաեւ նկատի ունեի հեծը։ Հիմա փաստորեն մենք տեսնում ենք գործընթաց այդ կառույցը պետականացնելու, միգուցե դրանից հետո նոր մեկ այլ մասնավոր անձին փոխանցելու հնարավորություն, հա։ Ինչ է հեծը Հայաստանի պարագայում, հա, եւ կոնկրետ այն հեծը, որի սեփականատերն է Սամվել Կարապետյանը։ Դա փաստորեն գրավադրված հիմնարկ է, որի կառավարումը շատ բարդ է, եւ պետությունը փաստորեն իր վրա է վերցնում այդ ամբողջ բերը։ Ինչպես կարողանալու է այդ բերի տակից դուրս գալ եւ արդյոք դա նշանակում է, որ չեն լինելու հոսանքազրկումներ եւ ամեն ինչ այսուհետ հարթ ու հանդարտ է տեղի ունենում, մենք բնականաբար նման երաշխիքներ չունենք, բայց ամբողջ խնդիրը նրանում է, որ այդ խնդիրը չի լուծվում, այդ դժվարությունները չեն լուծվում, այլ իմ գնահատմամբ առաջին եւ հիմնական դրդապատճառը դա հսկողության տակ վերցնելն է նախընտրական փուլում ցանցային կառույց, որը մենք գիտենք ավանդաբար մեծ նշանակություն ուներ նախընտրական եւ ընտրական գործընթացներում։ Այդպիսի մի քանի ցանցային կառույցներ կան Հայաստանում, դա կրթական համակարգն է, շատ լավ գիտենք, տեղական ինքնակառավարման մարմիններն են, բանկերն են, հա, եւ հեծը այդպիսի կառույցներից մեկն է։ Եվ ես հիմնավոր կասկածներ ունեմ, որ նպատակներից մեկը ոչ միայն Սամվել Կարապետյանին հետապնդելը որպես անձի, որը ենթադրաբար մասնակցություն ունի իշխանափոխության գործընթացում, այլ բացի դրանից նաև հսկողություն սահմանել հեծի նկատմամբ։ Եվ մենք կարող ենք հաջորդ տարվա հունիսի 7-ին ունենալ ամենամաքուր, ազատ եւ բուն քվեարկության մակարդակով ժողովրդավարական ընտրություններ, բայց այն գործընթացները, որոնք հիմա են տեղի ունենում եւ որոնք մեզ տանում են դեպի հունիսի 7, հնարավորություն չեն տալու գնահատել ամբողջ ընտրական գործընթացը որպես ժողովրդավարական եւ օրինական։ Եվ ես կարծում եմ, որ նման մտահոգություններ այսօր ունեն բոլորը, ովքեր մտածում են ինստիտուցիոնալ զարգացման համար, որտեղ ի վերջո ընտրությունները այս վերջի 7 տարիների ընթացքում այն քիչ ինստիտուտներից են, որոնք կայացել են։ Մենք իրոք կարողացել ենք, մենք չէ, ասենք, որոշում կայացնել, մեր վրա շատ բան չվերցնենք, Հայաստանում կայացել է ժողովրդավարական ընտրական ժողովրդավարություն, էլեկտորալ դեմոկրատիա։ Եվ այսօր կան լուրջ մարտահրավերներ այդ ինստիտուտի առումով։ Կային նաև նախորդ տարիներին, բայց այդպիսի լուրջ մարտահրավերներ, ինչպես
այսօր մենք երևի չենք ունեցել վերջի տարիների ընթացքում, իսկ նախադեպը 94-95 թվականներն են, երբ կրկին այն ժամանակվա գործող իշխանությունը տեսնում էր լուրջ բարտահրավերներ ընտրություններից առաջ, տեսնում էր ակտիվություն քաղաքական ընդդիմության եւ քաղաքական ընդդիմության շուրջ հավաքված որոշ սուբյեկտների եւ դրանց վնասազերծելու նպատակով գնացին այն քայլերի, որոնք տեսնում էինք 94 թվականի դեկտեմբերի ամենավերջից եւ այսօրվա իշխանությունը Նիկոլ Փաշինյանը մեղադրում է առաջին նախագահին որպես ընտրակեղծարարի, բայց օգտագործվող մեթոդների տեսակետից կրկնում է համարյա նույն բանը։ Ես նորից ուզում եմ շեշտել, որ չեմ բացառում, որ այն ժամանակին ընտրություններին պատրաստվող անդիմադիրները խախտում են օրենքը եւ երկրի անվտանգության համար խնդիրներ ստեղծում։ Բայց այն մեթոդը, որը օգտագործվեց իրենց դեմ առանց լուրջ ապացույցների եւ ձերբակալություններ եւ 13, ես շատ լավ հիշում եմ այդ թիվը, 13 լրատվամիջոցի փակում այլընտրանքային, որը պետության վերահսկողության տակ տպարանի փաստորեն կազմակերպում ամբողջությամբ, հա, այդ տպարանը մեկ օրում այլևս չէր կարող գործել, քանի որ ուղղակի բոլոր սարքավորումները եւ այլն վնասվել էին կամ ուղղակի պետականացվել էին եւ ցավոք նման միտումներ պարտադիր չի որ հայելային կրկնությամբ կամ այդ սպառնալիքներ նման զարգացումների մենք տեսնում ենք նաեւ այսօր եւ անկախ նրանից ինչ արդյունք են տալիս այդ հետաքննական գործողությունները մտահոգություն չեն կարող չառաջացնել։ Իսկ Փաշինյանի այսօրվա գրառումը տեսել եք Տեր-Պետրոսյանին։ Այո, քննադատող ինչ տեսակետ ունեք բան ասածը։ Դա այն տեսակետն է եւս մեկ ինստիտուտ նախկին իշխանությունների նույնպես գլխատվում է, հա։ Ի վերջո բարձ է որ բոլոր իշխանությունները ունեն իրենց թերությունները, բայց եթե երկիրը պետք է զարգանա հետևողականորեն եւ չկրկնի նախորդ սխալները, ամեն դեպքում այդպիսի վարկաբեկում բոլոր նախորդ իշխանությունների, իսկ արդեն վարկաբեկվել են բոլոր նախորդները, հա, սկսել են Սերժ Սարգսյանից եւ Ռոբերտ Քոչարյանից, հիմա հասել են նաեւ առաջին նախագահին եւ այդպես հայելային պատասխաններ են տալիս ազգակործան պատուհասին, պատասխանում են պետական, հա, գործան պատուհասով եւ ինչ որտեղ ուզում ես թե չես ուզում, դա հավասարեցնում է բոլորին, հա, եւ պատմության առջև ցավով եմ նշում, որ հավասար պատասխանատվության են ենթարկվելու բոլորը եւ այն ցանկալի տարբերությունները, որ մենք ցանկանում ենք տեսնել 2018-ի հեղափոխությունից հետո եւ որոնց միտումները միգուցե կային, այսօր կասկածի տակ են արվում։ Պարոն Ավասարդյան, շնորհակալ եմ այս հարցազրույցի համար։ Ձեզ էլ նմանապես հաջողություն։ Հարգելի հեռուստադիտողներ, ուղիղ տեսակապով զրուցում ենք Բորիս Նավասարդյանի հետ։